Ես ինչ ես անում։ Մեղրաջուր եմ սարքում։ Ում համար։ Մոնիկայի։ Ինչի։ Յանվատ ես զգում։ Հա, այսօր մի քիչ թույլ է պարկած է։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, ոնց որ թե ճնշումն է իջել։ Լիաննա։ Հա։ Դուր ինձ։ Ես կտանեմ։ Քուջան կարանք ուտելու բան պատվիրենք։ Իսկ ինչ ունեք ուտելու։ Խորոված ունեք։ Ես ռեստորան չի։ Ստե թեթև բաներ են տալիս։ Թեթև, իսկ ինչ կարանք թեթև ինչ-որ մի բան ուտենք։ Բելա։ Ես ինչո՞։ Ես են ճաշերի գիրքն է, ինչ էին սրան ասում, հա, մենյու։ Մենք գիրք կարդացող չենք, քուր ջան։ Ես ինչի ես տվել։ Չհասկացա, ես ալարում ես խոսաս։ Խոսալներ են ալարում այ եղբեր ջան։ Ես վերցրի գնաստեից բելա։ Բելա ասեցի գնաց տեղից։ Հիմի լսեք ձեզ ինչ եմ ասում։ Հենց իմ երկուսով վեր եք կենում ու ռադներդ քաշում եք ստեից։ Բայց խի այախպեր։ Որովհետև տենց ա պետք։ Ու էլ ձեզ երկուսից տեղ չտեսնեմ եղավ։ Բայց խի ես գոռում այ հոպար։ Վատ ես լսում արա։ Հա։ Վատ ես լսում։ Ես ինչ եմ եղել Գասպար։ Հանգստացել եմ։ Ես ուզում եմ որ սրանք ստեից ռադները քաշեն որ օդը մաքրեմ, շուտ արեք։ Ինչ ասեր։ Վատ ես, լավ չի լսում։ Լավ, ականջը դեր մոտիկ ասեմ արա։ Իա հոպս լսում։ Մի րոպե, հələ հանգստացեք, հələ հանգիստ։ Հանգստացի Գասպար։ Լսեք ձեզ ինչ եմ ասում։ Եթե այս օբյեկտի տերը ուզում ա որ դուք ստեղից գնաք, ուրեմն պետք է գնաք։ Արի, այախպեր, արի գնանք, սրանք շար են, արի։ Ձեր ուտելիքները ձեզ ելնի, արի։ Գասպարը ինչ այլ է, Գասպար։ Ոչ ոչինչ բան։ Ինչը ոչ մի բան։ Ոնց ես։ Սրանից հետո քեզ բանասովի հերը կանիցեմ։ Լսում ես։ Ինչ է պատահել։ Ժաննան ասես քեզ վատ ես զգում։ Հառամ, լավ չեմ զգում։ Ասես ճնշումը տա իջել։ Հառամ։ Կուզես բժիշկ կանչենք։ Չէ, պետք չի, արդեն լավ եմ։ Հաստատ։ Դες մեղրաջուրը խմի։ Երևի բան չես կերել։ Պիտի ուտես, որ վերականգնվես։ Մոնիկա, ես հիմա տեղ պիտի գնամ, բայց խոստանում եմ շուտ կգամ։ Պիտի լավ ուտես, որ վերականգնվես։ Անպայման կուտեմ, Ֆրանկ։ Լավ։
Փաստորեն դուք մեզ մոտ դաս եք տալու։ Չէ, երևի չստացվի։ Դեկանի հետ խոսեցի։ Շատ էր ուզում, որ մի քանի լեկցիա կարդամ, բայց ցավոք սրտի երկար չեմ կարող մնալ այստեղ։ Շուտ Մոսկվա պետք է վերադառնամ։ Ափսոս։ Ձեր դասերն ավարտվեցին։ Այո։ Եթե ուզում եք, կարող ենք զբոսնել ու խոսել։ Հա, գայլենք, ուղղակի 20 րոպեից իմ հետևից պետք է գան։ Հասնենք։ Լավ, գնացինք։ Ձեր մայրը իմ գնալուց հետո հանգստացավ։ Հա, հանգստացավ։ Գիտեք, ինձ թվում է ինքը հասկանում էր մենք ինչի մասին ենք խոսում։ Ինձ էլ այդպես թվում։ Արձագանքում էր յուրաքանչյուր իմ խոսքին։ Իսկ դա նշանակում է, որ նա մեզ լսում էր։ Բայց ասացեք, խնդրեմ, Ինգա, նկատեցիք ոնց էր ձեր մայրը նյարդայնանում, երբ խոսում էինք ձեր հոր մասին։ Հա, ես էլ դա զգացի։ Իսկ դա նշանակում է, Ինգա, որ այդ թեման նպաստում է նրա առողջացմանը։ Ճիշտ է, մայրիկը նյարդայնանում է, բայց այդ թեման կարծես թե արթնացնում է նրա միջի քնած բոլոր մարդկային զգացմունքները։ Իսկապես։ Այո, այո։ Իսկ դուք կարող եք ավելի մանրամասն պատմել ձեր մոր նկատմամբ հայրիկի դրսևորած վերաբերմունքի մասին։ Դա ինձ պետք է հետագա բուժման, առողջացման ընթացք ապահովելու համար։ Դե ես ձեզ արդեն ասացի, որ հայրս դաժան է վերաբերվել մորս։ Ուրիշ բան չեմ կարող ասել, չեմ տեսել, բայց շատերն են ասում։ Ես ամեն ինչ հասկացա։ Ձեր հայրը շատ դաժան է վերաբերվել մայրիկին։ Ընդ որում այդ դաժանությունը կրել է պարբերական բնույթ, դա էլ նպաստել է հոգեկան խանգարմանը։ Իմ պրակտիկայում նման դեպքեր շատ են եղել, Ինգա, շատ։ Եղել են նաև դեպքեր առողջացման։ Իսկապես։ Այո։ Ես ձեզ մի խիստ մասնագիտական հարց պետք է տամ։ Ասա ինձ խնդրեմ, ձեր տանը տարօրինակ դեղեր եղել են։ Ասենք մայրիկը միջև հոգեբուժարան ընկնելը օգտագործել է դեղեր։ Դե կարող է օգտագործել է, բայց ես փոքր եմ եղել, չեմ հիշում։ Հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Ես հասկանում եմ, որ դուք փոքր եք եղել։ Ասացեք, խնդրեմ, երբևիցե ձեր հայրիկը մայրիկին ստիպողաբար դեղ տվել է, հիշում եք այդպիսի դեպք։ Ստիպողաբար։ Այսինքն մայրիկի կամքին հակառակ։ Չէ, չեմ հիշում, բայց հնարավոր չէ նման բան։ Եթե չեք հիշում, ինչու եք վստահ։ Դե գիտեմ, հնարավոր չէ։ Լավ, առայժմ այսքանը։ Եթե ինչ-որ խնդիրներ լինեն, ես գիտեմ ձեզ որտեղ կգտնեմ։ Ցտեսություն, ի դեպ, երբեք վստահ մի եղեք հարցում, որ հաստատ չգիտեք։ Ցտեսություն։ Հաջողություն։ Սերը որ թակարդ է